Քվառում ունենք, եկեք քվեարկենք այսօրվա նիստը սկսելու համար, ովքեր են կողմ այսօրվա օրակարգով նիստը սկսելուն, խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Մենք օրակարգում ունենք մեկ հարց, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 21-26 թվականի, 24 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն է։ Ունենք բավականին լարված աշխատանք է մեզ սպասում, որովհետեւ 5 գերատեսչություններ ներկայացնելու են 24 թվականի արդյունքները եւ սկսելու ենք պաշտպանության նախարարությունից, երկրորդը լինելու է ներքին գործերի նախարարությունը, երրորդը ազգային անվտանգությունը, չորրորդը պետական պահպանության ծառայությունը, 5-րդը բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը եւ վերջում արտաքին հետախուզության ծառայությունը։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ մենք ունենալու ենք թե բաց, թե փակ, ուրեմն քննարկումներ։ Վերջին բարձր տեխնոլոգիաները, արտաքին հետախուզությունը եւ ազգային անվտանգությունը իրենք էլ են ենթադրվում է, որ հարցերը այնպիսի հարցեր կարող են ներառեն, որ պետական գաղտնիք պարունակի դեպքում մենք ստիպված փակվենք եւ ասեմ, որ պաշտպանության նախարարությունը ներքին գործերը կարծում եմ փակված չենք ունենա, իսկ պաշտպանության նախարարությունը, որպեսզի ավելի լիարժեք պատկերացնենք մեր կատարված աշխատանքի ծավալը, այնտեղ կա նաեւ մեծ ծավալի աշխատանք, որը պետական գաղտնիք է պահանջում, պարոն նախարար, կարծում եմ փակված ենք ունենալու։ Եվ հիմա կունենանք բաց մաս, հետագայում երբ որ նախարարը կասի, որ արդեն հարցերը կարող են առնչվել փակ տեղեկատվությանը, ես խնդրեմ, որպեսզի լրագրողները դուրս գան, իմ օգնականին կառաջարկում եմ, հենց որ ես ասեմ, մեր խլացնող սարքը բերեք այստեղ, որպեսզի հեռախոսները դրվեն, մեզ համար եմ ասում, ովքեր չունեն գաղտնիության թույլտվություն պետք է դուրս գան, եւ ես կարծում եմ, որ մենք աշխատանքը ամեն մի գերատեսչության հետ այս ֆորմատով կանենք, կբացվենք, կփակվենք եւ որպեսզի ավելի լավ պատկերացնենք կատարվածի ամբողջ ծավալը, մենք եթե դեմ չեք, աշխատանք այս ռեժիմով։ Համաձայն եք այս ընթացակարգին։ Հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյան, համաձայն եք այս ընթացակարգին։ Շատ լավ։ Պարոն Մարգարյան, համեցեք։ Խնդրում եմ նստեք, որպեսզի սկսենք արդեն։ Իսկ մենք քվեարկել ենք ձեր փոխարենել, քանի որ քվորում ունենք, աշխատանքը սկսելու համար։ Շատ լավ։ Չէ, փակվելու ենք, բայց ուղղակի շատ կարևոր հարց է պաշտպանության ոլորտի, բայց չեմ կարող չանդրադառնալ։ Երեկ մեր հանձնաժողովի նիստից հետո ազգային ժողովի տարածքում այս միջանցքում տեղի ունեցել խայտառակագույն երևույթ։ Հերթական անգամ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի, ոչ միայն լրագրողի, վիրավորել է նաև սեռով պայմանավորված։ Սա ուղղակի դառնում է անթույլատրելի, պարոն Պապիկյան, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եմ։ Սա դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը։ Տիկին Պողոսյան, ցավում եմ, որ երեկվանից քաղաքացիական պայմանագիր խմբակցության կին պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց, թեև շատ հաճախ կանանց մասին թեկուզ փոքրիկ ակնարկը դառնում է բուն հակազդեցության։ Դիմում եմ լրագրողներին։ Բավական է այլևս հանդուրժ եք ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին։ Բավական է ձեններ հետ կտրած նստեք, բավական է, այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի, այսքանը, հետագա քայլերի մասին Ես մի փոքր շատ լավ, քանի որ դուք վարման կարգով անդրադարձ արեցիք երեկվա ճեպազորություն, ես էլ վարման կարգով ես երեք ընդամենը կրկնել եմ Բազգեն
Բագրատ Սրբազանի ասածը ես կրկնել եմ։ Չէ, մի րոպե, Հիմա ես խանգարեցի։ Ես մեր լրագրողներին ասում եմ կրկնվել է Բագրատ Սրբազանի ասածը։ Սրբազան բառը հիմա ես օգտագործում եմ միտումնավոր։ Ես երեք ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում։ Շնորհակալ եմ, սկսում ենք նիստը։ Սրբազանի եթե կրկնում եք, կրկնեք նաև Դուք Սրբազանին դեմ չեք եղել ասածին, որ Նիկոլը պետք է հեռանա։ Դուք Սրբազանի ասածին չեք դիմադրել, հիմա լրագրողներին այսպես մանիպուլատիվ ինչ որ հայտարարություններ եք անում։ Խոսքը վերաբերվել է խոսքի մաքրությանը։ Պարզ էր դա։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Սկսում ենք նիստը, շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ներողություն ասելու փոխարեն հիմա ոչ դուք պարտավոր եք ներողություն խնդրել։ Դուք կնոջը անձնապես կնոջն եք վիրավորել։ Կնոջ մենք նիստ կանենք, բայց դեռ որևէ քայլ անարձանք չպետք է լինի։ Առաջին դեպք չի, երբ որ դուք կնոջ Մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Այո, կխոսանք ինչ որ։ Դե ուրեմն եկեք նիստը անենք։ Ես հասկանում եմ ինչիներ ուղղվածա, բայց դուք սխալ ուղու վրա եք։ Իմ ասածը խոսքի մաքրությանն է վերաբերվել։ Չեք հասկացել, գնացեք նորգիլ լսեք։ Պարոն նախարար, կներեք, որպեսզի բուրըն սկսվեց, կարծում եմ մեր այսօրվա քննարկումները շատ կարևոր են մեր երկրի համար եւ մեր քննարկումների արդյունքում մենք պատկերացում կկազմենք, թե ինչ առաջընթաց ունենք ամբողջ ուժային բլոկում եւ պաշտպանության համակարգում առավել եւս խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։ Ես մինչեւ դուք ուշացաք, բնականաբար ուշանալը տվյալ պարագայում սխալ է, բայց մենք քվեարկել ենք նաեւ ձեր փոխարեն, որ բաց եւ փակ մասեր է լինելու բազմաթիվ։ Այնպես որ առաջին հատված հիմա որ նախարարը կներկայացնի, իր ցանկությամբ եւ թե գտնում է որ արդեն անցնում ենք փակ քննարկումների, ես բնականաբար հանձնաժողովին կներկայացնեմ դրա անհրաժեշտությունը եւ մենք փակվենք։ Եթե կարելի է շատ արագ խնդրեմ, քանի որ սոց մեդիայում ինչ որ լուրեր են առողջան տարածում դերակցությունների բաներ, ես կարողացի մի փոքր ուղղակի անդրադարձ անել հասարակության համար։ Ես քանի որ խոստացել եմ լրագրողներին վերջում ճեպազրույց ունենալ, առաջարկում եմ այդ ֆորմատով նման հարցի քննարկումը, նաև պաշտպանության նախարարությունը րոպեներ առաջ հաղորդագրություն է տարածել, որպեսզի բոլոր տարածված լուրերի պատասխանը հնչի պաշտոնապես, բայց ես նույնպես կխոսեմ դրա մասին։ Շատ լավ, խնդրեմ պարոն նախարար։ Շնորհակալ եմ։ Հարգելի պարոն Քոչարյան, հանձնաժողովի հարգելի անդամներ, ես հանդես կգամ բաց հատվածի կարճ ելույթով, այնուհետև կխնդրեմ նիստը փակել, որպեսզի մենք կարողանանք անդրադառնալ